Հուլիսի 27-ին Արամ Խաչատրյան համերգասրահի մեծ տանիքում տեղի ունեցավ Խաչատրյան ռուֆթոփի բացման հանդիսավոր արարողությունը, որը միաժամանակ մեկնարկ տվեց նաև ID բանկի հիմնադրման 35-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շարքին։ Ի սկզբանե մեզ նախագիծը բավական հետաքրքիր թվաց, այդ պատճառով որոշեցինք մասնակցել եւ աջակցել այս նախաձեռնությանը։ Կարծեմ աշխարհում շատ քիչ մայրաքաղաքներ եւ քաղաքներ կան, որտեղ նման հնարավորություն կա։ Ուզում եմ շնորհավորել մեր հաճախորդներին, մեր գործընկերներին եւ մեր թիմակիցներին։ Կարծում եմ բանկը այժմ գտնվում է զարգացման նոր փուլում եւ էտապում եւ մենք դեռևս շատ ավելի մեծ հաջողություններ կունենանք ապագայում։ Երեկոյի առանցքում Երևան գալա համերգային ծրագիրն էր, որի ընթացքում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը մաեստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ հայ անվանի փոփ երգիչների հետ ներկայացրեց բոլոր ժամանակների ամենասիրված երգերը։ Երևանի բաց երկնքի տակ հնչած ստեղծագործությունները հանդիսատեսին փոխանցեցին ջերմ հիշողություններ, այս անգամ ներկայանալով նոր, հարուստ եւ սիմֆոնիկ հնչողությամբ։ Խաչատրյան ռուֆթոփ նախաձեռնությունը բացում այս համերգասրահի իսկապես բացառիկ իրադարձություն է Երևանի եւ քաղաքի հյուրերի համար, եւ քանի որ ID բանկը որոշում է կայացրել իր 35-ամյա հոբելյանի առթիվ նվեր մատուցել քաղաքին տարբեր իրադարձություններով, միացանք նաև այս նախաձեռնությանը։ ID բանկում նշում են, որ հիմնադրման 35-ամյակի առթիվ նախատեսված միջոցառումների զգալի մասը նվիրված է լինելու Երևանին։ Այդ նախաձեռնությունների նպատակն է մասնակցել քաղաքի մշակութային կյանքի զարգացմանն ու հանրային միջավայրի բարելավմանը։ ID բանկը մեր բանկային համակարգի կարևոր բանկերից մեկն է։ ID բանկը նաև իր քաղաքականությունում ունի սոցիալական աջակցության եւ հանրային, հատկապես սոցիալական միջոցառումների աջակցության մեծ փորձ, պատմություն, տեսլական։ Երևանի ամենագեղեցիկ տանիքում ենք մենք, որը որ կարծում եմ Թամանյանը նախագծելուց մտածել էր, որ ժամանակի ընթացքում այս տարածքը լիարժեք կօգտագործվի։ Այս համատեքստում մի քանի շաբաթ առաջ ID բանկը հայտարարել էր նաև Երևանի սրտում գտնվող Մոսկովյան պուրակի բարեկարգման եւ նորոգման ծրագրի մասին։ ID բանկում վստահ են, որ արդեն մի քանի ամիս անց երևանցիները կկարողանան օգտվել ավելի բարեկարգ հանրային տարածքից։ Սոցիալական պատասխանատվության տեսանկյունից ID բանկը բազմաթիվ նախաձեռնություններով է հանդես եկել։ Մի դրամի ուժը նախագծով մենք շուրջ 300 միլիոն դրամի աջակցություն ենք ցուցաբերել տարբեր հիմնադրամների, որոնք կարևոր գործ են անում մեր երկրի եւ ապագայի համար։ Սակայն սա դեռ սկիզբն է։ ID բանկում նշում են, որ առաջիկայում կյանքի կկոչեն նաև նոր նախաձեռնություններ, որոնց մասին կհայտարարվի ավելի ուշ։ Բանկը նախատեսում է շարունակել աջակցությունը Երևանին մշակութային, բնապահպանական եւ կրթական ծրագրերի իրականացման միջոցով, հոբելյանական տարին դարձնելով ոչ միայն տոնական, այլև քաղաքի զարգացմանը միտված նախաձեռնությունների շրջան։